Խոսելու եմ երկու կարևոր բանի մասին՝ այլընտրանք և փոփոխություն։ Վերջին տարիներին ձեզ փորձում էին համոզել, որ երկրում ստեղծված իրավիճակին այլընտրանք չկա, որ Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չկա։ Սա իրականության հետ կապ չունի։ Այլընտրանք կա և այդ այլընտրանքը ծնվել է ձեր աչքի առջև։ Այդ այլընտրանքը ձևավորել է Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստանի հետ միասին։ Երկրում ստեղծված լճացած իրավիճակը կարող եք փոխել դուք, ձեր ընտրությամբ, ձեր քվեով, ձեր վճռականությամբ և սա է ճշմարտությունը։ Սամվել Կարապետյանը թողել է իր զարգացող բիզնեսը իր զավակներին և վերցրել է մեծ պատասխանատվություն, եթե կուզեք պատմական առաքելություն։ Նա վերցրել է Հայաստանը կքած վիճակից դուրս բերելու պատասխանատվությունը։ Սա ծանր բեռ է, բայց նա պատրաստ է դրան։ Նա մի մարդ է, որը չի եկել քաղաքականությունից։ Սամվել Կարապետյանը եկել է իրական կյանքից։ Նա աշխատող մարդու և իր աշխատանքով հաջողության հասած մարդու օրինակ է։ Նրա հաջողությունը մասշտաբներ ունի և դա ամենակարևորն է։ Նրա հաջողությունը հնարավորություն է երկիրը այս ծանր վիճակից դուրս բերելու համար, հնարավորություն զարգացնելու տնտեսությունը, հնարավորություն ստեղծելու նոր աշխատատեղեր, հնարավորություն Հայաստանը դարձնելու գործոն տարածաշրջանում և հնարավորություն իր միջազգային կապերը և մեծ հեղինակությունը իշահ Հայաստանի ծառայեցնելու և սա է ամենակարևորը ու սա է նրան տարբերում մյուս քաղաքական գործիչներից։ Սիրելի չարենցավանցիներ, ես ուզում եմ իմ խոսքը ամփոփել ձեզ մի հարց ուղղելով։ Ձեր կյանքում ինչ փոխվեց երեկ Ամիրյան փողոցում տարածված խորովածի հոտից ու Հանրապետության հրապարակի վառ լույսերից։ Վստահ եմ, ոչինչ չփոխվեց, որովհետև այդ աղմուկի ու կեղծ խրախճանքի մյուս կողմում իրականությունն է, որը դառն է, ծանր է ու ցավոտ է։ Այն իրականությունն է, որ այդ կեղծ տոնին մեր խեղճացած թոշակառուն անգամ իր բաժին մեկ նրբերշիկը չէր կարողացել գնել։ Սա է Նիկոլ Փաշինյանի ստեղծած կեղծ իրականությունը, որը միասին ենք փոխելու ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։